Դա ասեմ ձեզ, որ մինչև հիմա, մասնավորապես տեղական ընտրություններին, անձնանունների գործածության բազմաթիվ դեպքեր են եղել, բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացին մասնակցել են եւ որևէ խնդիր չի եղել։ Սա մեկ։ Երկրորդը անձնանունների հետ կապված կան նաև վիճելի որոշակի դրույթներ, որովհետև երբեմն որոշակի անուններ գործածվում են նաև որպես անձնանուն, ասենք օրինակ Հայաստանը եւ պետության անվանումը, եւ Հայաստան անունով ես ճանաչում եմ շատ կանանց, ասենք դա որպես կնոջ անձնանուն էլ է օգտագործվում։ Ասենք այդ դեպքում հարց է առաջանում, անձնանուն ասելով իրանք մանափակում էլ, իրանք անզգույշ քայլ են անում։ Օրինակ իրանք հաշվի առնելով, որ ինքը կարող է ասի հերիք է էլ ես այս ժողովրդին տանջեմ ու ուզենամ մի հատ ստեղծի հերիքնած դաշինք։ Հիմա ասենք թե այդ դեպքում ինչ ալելու, ասենք այդ հերիքնած դաշինքը գրանցվելու է թե չէ, որովհետև կարող ասեն դա կնոջ անձնանունա չի կարելի այդ դաշինքով բանել։ Դե հիմա ամբողջ խնդիրը այն է, որ իրանք այդ որոշումը կայացրել են, երբ որ նախագահի հրամանագրով ընտրության օրը սահմանված է, հայտարարել են այն ժամանակ, երբ որ արդեն ստեղծվել է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք, իսկ այդ դաշինքի անվանումը 3 քաղաքական կուսակցություն միաժամանակ ստեղծել է։ Եվ իրենք այդ որոշումը փորձում են կանգնացնել արդեն կայացած դաշինքի հետո։